Բարև ձեզ, պարոն Ռազիկ Պանոսյան։ Բարև Ժիրայր։ Ուրեմն դուք Գալուս Գուլբենկյան հիմնարկի հայկական բաժանմունքի դոնորենն եք արդեն 12 տարի է վեր։ 13 տարի է։ 13-րդ տարին։ Ուրեմն 13 տարվա ընթացքին արդեն երրորդ հնգամյակի ծրագիրն է որ իրագործեք։ Բավական ընդգրկուն ծրագիրներ են եւ ձեր գալով հայկական բաժանմունքը նոր այսպես անգյունաթարց մկադարեց հատկապես այդ հնգամյա ծրագիրներու եւ արեմդահայերենի վրա շեշտեցնելով այդպես ուղեկիցները շատ հստակացան ծրագիրները շատ են եւ այստեղ գտնվիկ հատկապես երրորդ համահայկական կոնգրեսի ծիրեններս որ մատենատարանի անձնակազմը գազմագերբե եւ ուրեմն այդտեղ նաեւ ունիկ պայմանագիր կնքելու բազմաթիվ նյութեր արձարծվեցան որոնք ռազմավարական ծրագիրներու կվերապերին նաեւ այդ կոնգրեսի ծիրեններս ուրեմն պիտի ուզեի նախքան այս բոլորը սկսիլը ծեվով ծեր այս նոր ռազմավարությունը որտեղած եք Գուլբենկյան հիմնարկեններս անոր անդրադարձ մկադարել հատկապես նկատելով ձեր ակադեմիական ամբողջ բادرությունը, հետազոտությունը, հետաքրքրությունը, այն ինչ կվերապերի ազգային ինքնության, քաղաքականության եւ պատմության վերաբերյալ։ Այսօր նկատի առնելով 2020-ի պատերազմը եւ անգե իդ փխած բոլոր բարդությունները, հատկապես Սփյուռք Հայաստան այդ բեգումը ինչպես կտեսնեք հայերու ազգային ինքնությունը Ուֆ, ադինչ մեծ հարցումով սկսակ Ժիրայր մի քանի հարցում գա ադոր մեջ նախսեմ ռազմավարության դեսանգինին այոտ մոտ 13 տարի առաջ որ ռազմավարությունը մշակեցինք արևմտայինի վրա շեշտեցինք եւ հաջորդ 2-5 ծրագիրներուն ադի կշարունակենք հիմա 2027-ին պիտի սկսենք մեր հաջորդ 5-ամյա ռազմավարությունը մշակել վերանայել որոշ բաներ ուրեմն այդ ռազմավարություն մշակելու ընթացքը միշտ կշարունակվի եւ հիմնարկությունն ալ ընդհանուր հիմնարկությունը նոր ռազմավարություն կմշակի նոր նահանգ պիտի կկալդարի ուրեմն այդ ընթացքի մեջն է ուրեմն լավարիտ մնե քիչ մտածելու վերամտածելու թե ինչի վրա շեշտը պիտենք արևմտահայերենը կմնա որովհետեւ ադիգա մեր կարևոր գորիզն է գրթական մշակութային այս տեսակի ձևակիրներով Հայաստան եկած եմ մեր ռազմավարության մյուս քիծը որ ավելի համահայկական ավելի Հայաստանի վրա գետրոնացած է եւ մատենատարանին հետ պայմանագիր մստորակեցինք ինչպես նշեցի որ իրենց կատալոգը արցանց կատալոգը գացեմ անունը իրենց եւ ուրիշ ծրագիրներ հայկական ծրագիրներ որ աշխարհի ամեն կողմն են adonk նկարագրվին հոնտրվին եւ ոչ ամբողջ ծրագիրը բայց ծրագրին կոյությունը եւ նկարագրությունը մաչելի լա բոլոր հայերուն եւ ժողովը այդ ընդհանուր բառնագի մեջն է ասկի դա ժողովը հոգեվոր գետրոններեն ներգացուցիչ ներգային որովհետեւ մեր հոգեվոր ադասահմանի հոգեվոր գետրոններն են որ ծրագիրներուն մատենատարաններ ունին ասենք Երուսաղեմ Բոլիս անշուշտ Վենեդիկ եւ Վիեննա եւ Զմար չմոռանանք ուրեմն Քալով հարցումիդ վերջին մասին ռազմավարության ասենք ուգեգուկա եւ գաբը իմ ակադեմիկ աշխատանքից իմ ակադեմիկ գործունեությունս կամ հետազոտություններս հայոց ինքնության գերդումին վրա էին եւ երբ այդ հետազոտությունները գնեի շատ հստակ եղավ որ մեր արտի մոդեռն արտի այսինքն 17-րդ 18-րդ 19-րդ դարու եւ 20-րդ դարու մեր ինքնության գերդումը որ եղած է ընդհանրապես սպիրկեն եկած է մինչև սովետական Հայաստանի հիմնվելը ադի ընդհանրապես
սպիրկեն եկած սպիրկյան գետրոններ մեր արդի ինքնությունը գերտած են իրենց մտավորական աշխատանքներով անշուշտ մխիթարյան միապանությունը առաջնահերթ թեր խաղալով բայց մնացածներն նույնիսկ քաղաքական կետնի վրա այսինքն մեր հիմնական գուսակցությունները արտասահման հիմնված են Հայաստանը նկատի ունենալով մտավորական աշխատանքը ուրեմն երբ այս գիտակցությունը ունիս որ քու արդի ինքնությունը գերտված է սպիրկյան գետրոնները եւ թիրքի մվրանես որ պիտի ձևակրավորես ինչպես այդ ինքնությունը պիտի շարունակվի շատ դրամապանական է որ շեշտը տնես սպիրկի վրա նաեւ չենք ասի անշուշտ Հայաստանը կարևոր չէ չափազանց կարևոր է բայց ադո համար մենք ասենք շատ անգամ մեր մոդեցումը սպիրկագետրոն է այսինքն եւ հոս ուրիշ հարց մկա եթե սպիրկի մեջ հայ պիտի մնա ոչ թե եթե պետք է սպիրկի մեջ հայ մնա ադուղությամբ կաշխատենք ադո մեջ լեզուն կարևոր թե պիտի խաղա ոչ գիտենք որ լեզուն ամեն հայախոս պիտի չլա սպիրկի մեջ բայց լեզուն կարևոր թե պիտի խաղա ուրեմն ինչ տեսակի ձևակիրներ գմշակես որպես սպիրկը ինքնի վրա գետրոնանալով շարունակե իր ինքնությունը Կալով քու հարցուբի քաղաքական մասին, քաղաքական մեկնաբանություններու մասին, հոս շատ մեծ բան փոխվեցավ նախորդ 5 տարվա ընթացքում, այսինքն Արցախի բարդությունը շատ մեծ բան փոխացի հոս։ Բայց ադու որպես նախապան ասեմ, որ սպիրկը ինքնի մասին մտածելու սովորություն ուներ, ինքնի մասին, ինքնությունը գերդելու եւ մտածելու արտադրության մասին սովորություն ուներ որ սպիրկագետրոներ եւ գիտենք օրինակ Հարություն Քյուրչյանին բես մտավորականներ, Գրիգոր Բելեդյանը, Մարկ Նիշանյանը եւ այլն Վահեոշյանը անշուշտ չմոռանանք ասոնք գմտածեին սպիրկի մասին, սպիրկի ինչս էլ է սպիրկցի լան մենք այդ մտածելու եւ վերլուծելու կարողությունը կամ ընթացքը 1988-ին շատ հստակ պատճառներով դերապողեցիկ դեպի Հայաստան, դեպի Երևան։ Դերապողեցինք ոչ թե միայն ֆիզիկապես, այլ հայացքով։ Ամեն ինչ եղավ Արցախ, ամեն ինչ եղավ այդ ժամանակվա պատերազմը, Հայաստանի լավումը, գերդումը երկրաշարժն անշուշտի այդ adonk մեծ հարցեր էին, ընկերական հարցեր։ Եվ սպիրկը թատրեցավ ինքի մասին մտածել է, սպիրկը թատրեցավ մտավորական գետրոն լալե տանոր արմամբ։ 5-6-7 տարի առաջ ես սկսա մտածել, թե ադիգա պետք է ետ կա, ադոր վրա պետք է նաև շեշտը տնենք, որ սպիրկի ինքնի մասին մտածել։ Ադոր վրա եղավ Ղարաբաղյան պատերազմը եւ բարդությունը եւ շատ մեծ բարդություն։ Սպիրկը քիչ շոկի մեջ մտածել։ Անշուշտ կընթանացնեմ գոր սպիրկը սելով շատ լավ գիտեմ սպիրկը բազմաշերտ է դապեր սպիրկներ կան ամենամեծը դասական է եւ նոր սպիրկը բայց ընդհանուր առմամբ ասենք սպիրկը անագնկալի եկավ շոկի մեջ մտավ եւ նաեւ սկսավ մտածել թե ամեն քրավը Հայաստանի եւ Արցախի վրա տնելը թերևս այդքան լավ խաղապարը չէ կամ այդպես պետք չէ լավ նույնիսկ ներկայացուցիչներ անգազմագերբություններում որ գրեթե բոլորին Հայաստանագետրոն եղան, սկսան ասել, որ չէ քիչ մնալ նաև մեկ մեր մասին մտածեք, մեր գենսունակության մասին մտածեք։ Սա ադիգա փոխվեցավ եւ հիմա սպիրկի մեջ նորեն բան մգա, ասենք մտավորական բիզնես շարժում մգա եւ դասատներու մեջ մանավանդ, որ մենք մեր ինքնության մասին պետք է մտածենք, մեր շարունակության մասին պետք է մտածենք, մեր մշակույթը պետք է գերտենք։ Այդ հետաքրքրական ժամանակամիջոցի մեջն ենք մենք եւ Քալուս Գուլբենյան հիմնարկությունը ինչպես հայտարարած ենք եւ ինչպես դու հիմա մեջ բերեցի իմ ակադեմիական հետազոտություններուս ծևով վերլուծությունները գարաշնորհեն որ մենք այս քիծը շարունակենք սպիրկի վրա քրավը տնելու քիծը շարունակենք որովհետեւ ասկերաչ ասած եմ ուրիշ վայր եթե դեսլագանս ինչ է 500 տարի վերջ
քեզ նման ինձ նման մարդիկ նստին եւ աս նյութերում մասին խոսին եւ կոնե մեկ մասը հայերենով լա, արևելը հայերենով լա։ Ասածներուտ մեջ հետաքրքրական երևույթ մեկա, որ այսինքն սպիրկը ինքն իր մասին մտածելու այն գետրոնը, խորքի մեջ գետրոն չի գա, մտավորականներ կան, որոնք մտածած են, բայց հաստատութենական ձևով, հատկապես սովետական Հայաստանի գոյության ժամանակ, հաստատութենական ձևով այդպես գարույցներ չեն եղած, որոնք իսկապես մտածած են սպիրկը, մտավորականներ եղած են, հատկապես վերջին շրջանի, նոր 60-ական, 70-ական թվականներեն սկսյալ, իսկ բանեն ետքը, անկախութենեն ետքը, այդ հաստատությունները, որոնք վերջապես սպիրկի մեջ գործած են իբր սպիրկյան գարույցներ, լա գուսակցական, լա բարեսիրական եւ այլն, անոնք իրենց հայացքը շեղած են դեպի ամբողջովին Հայաստան եւ Հայաստան նաեւ իրենց մասնաճյուղերը հաստատած են, գարույցները հաստատած են եւ այլն։ Բայց ընդհանրապես իբր սպիրկագետրոն մտածողություն, վերջապես մտավորականներու գործը, բայց հաստատութենական բաներ գարույցներ չի։ Եթե եղած են նաև եղած են հատկապես հոգևոր, այսինքն գրոնական գարույցներ հիմնականի մեջ։ Այսօր գացիկ հեղաշրջումի բանը գա, գարիկը գա, որ նոր հաստատություններ հայտնվին, որոնք լան իրենք մտածեն եւ դարձան հաստատությունական եւ չմնա միայն մտավորական մագարտակի, մի քանի մտավորականներու հայեցողության, թադողության կամ ուսումնասիրության բանը թիրախը այս ինչպես պիտի այդ անցումը լա նախ լրիվ համաձայն չեմ ժիրայրսացի հաստատություններ եղած են համասկային բարեգործական եկեղեցին անշուշտ ասոնք եկեղեցիները ասոնք հաստատություններ են որ կարևոր թեր խաղացած են սպիրկը գերդելու մեջ 20-ական թվականներուն երբ նայինք մեր սպիրկյան քաուտները հաստատությունները եւ հաստատություններուն հետ կապված մտավորականները ստեղծեցին հիմա հաստատություններուն թերը վերջ ինչպես փոխվեցավ եւ այլն ուրիշ նյութ է բայց հաստատությունները կան Այսինքն այդ հաստատությունները բնականաբար գոյություններին, բայց հինեն եկած հաստատություններ են։ Այո, 20-ականներին կամ նույնիսկ ավելի հին բարեգործական։ Եկեղեցի ինշալ ավելի հին ասենք, անոնք։ Անոնք վերջապես ժողովուրդ մգար, բնակչություն մգար, պետք էր անոնց համար միջավայրը ստեղծեին, որովհետեւ համայնքը ստեղծեին, գոյություն հաստատեին եւ այլն։ Բայց իբր սպիրկը մտածելու երևույթ, հա որ նույնիսկ իբր հղացք, իբր դեսություն այդպիսի հիմնավոր գերբով ուզեն Հայաստանի Հանրապետության եւ այլնի բանով հայացքով նայել եւ այդ անչադումը տեսնել կամ տարբերությունը տեսնել սկալ, հա դեսական կետնի վրա վերջնաշով կտեսնեմ որ բանի հետ 60-ական թվականներեն յետք է որ այդ դեսությունները կամ ըմպոստացումները մեջտեղ եկած են բայց անգե առաջ վերջապես եկեղեցին բարեգործական եւ այլն որքանով այդ համայնքը գազմագերբելու ցանկություն ունեցել են իրենք նաեւ իրենց մտահղացման մեջ միշտ Հայաստանը գար Հայաստանի գերդումը գար 88-ին յետ գայ 1988-ին յետ 1988-ին առաջ Հայաստանի գերդումը այո որոշ շրջանագի մեջ կար բայց սպիրկի գերդումն ագար այսինքն սպիրկը որպես համայնք ինքնություն հայախոս այդ ծրագիրն արգար եւ այդ շատ հստակ եւ այդ ծրագիրը բայց ադի ինչպես հիմա գերդան կանշուշ երկար խոսիլ ատնյութի մասին բայց ավելի կետրոնանանք գոհարցումից երկրորդ մասը որ ավելի արդի ժամանակամիջոցի մասին է ասի չեմ ասի որպես քննադատություն բայց ամեն գազագերբություն որ ժամանակի մեյետ գսկսի ավելի բահբանողական լալ ավելի բահբանողական այսինքն բահել ինչ որ ունի եւ ոչ թեպի առաջ նայել թե ինչ պետք է գերդի եւ այդ բադահեցավ սպիրկի մեջ եւ ադոր պատասխանը եղավ դարբեր շարժումներ մտավորական կամ քաղաքական շարժումներ
գազեմ թե մեր ներկա մարդահրավերը, սպիրկի մարդահրավերն երկուստեք է, երկու կողմունի։ Մեկը ինչպես ազգազմագերբություններում մեջ փոփոխություն պետք է լա, որ այդ պահպանողությունն ավելի դուրս ելեն եւ մտածեն ավելի ապակային մասին, նորարարության մասին, նոր մշակույթ կերտելու մասին, երիտասարդներ ներգրավելու մասին եւ այլն եւ այլն։ Ասի մեկ կողմ է։ Մյուս քիզը նոր գազագերբություններ մեջտեղ ելեն, նոր ոչ անպայման հաստատության կամ հաստատության հոգեբանության, բայց անմոդեցումով, որ մենք կուզենք ծրագիր մի իրականացնել, կովկովի գալ եւ այդ ծրագիրը իրականացնել։ Եվ անակ երդասատներ կան, որ կովկովի կնաս տեսակի աշխատանքներ կդանին։ Ուրեմն հաջորդ մարտահրավերն է, որ այս գործընթացները կամ այս շարժումները ինչպես կնան ավելի գայուն լալ, ինչպես կնան ավելի երկարաժամկետ լալ։ Հոնալ աշխատանք կա դանելի, օրինակ Գյուլբենգյանը այս երկու ասենք հոսանքներուն մեջ ակտիվ է թեր ունի, թե գործակցենք ավելի ասենք հաստատված գայուն երկար անոք որ կոնի համայնքի գազագերբություններով, թե գործածենք այս երիտասարդ ուժերուն հետ, որ գուզեն բամի իրականացնել։ Օրինակ մեր երթիկ ծրագիրը երիտասարդներն որ կովկովի եկած են եւ իրականացնեն այս ծրագիրը հիմա նույնը բիդելա քիչ ավելի հաստատուն գխորվիմ քանի 3 միլիոն գազագերբությունը գատ որ զարգացած ծրագիրը պիտի իրականացնի մադը թվիր վերջիսեմ վերջ մչեպած մադը թվիր ընթացքի մվրա կամ իրականության մվրա որ պետք է գետրոնանակ պետք է մտածենք այդ մասին եւ ոչ թե միայն մենք հուսամ միշ մեծ գազագերբություններ ու ավելի համայնքային են մենք համայնքային չենք մենք անկախ հաստատություն բնենք որ Լիզբոն ենք բայց համայնքային գազագերբությունները քիչ ավելի մտածեն ասողությամբ թե ինչպես կգնան ներգրավել այս նոր ուժերը նոր մտածումները վերջո ամեն ինչ արհեստական բանականություն չէ մարդկային հարաբերությունները կարևոր եւ անոնց վրա պետք է գետրոնանանք իսկ փոխանցումը այս կրոնական հաստատություններեն դեպի աշխարհիկ կամ նոր հայեցողությամբ կառույցներ որովհետեւ գիտենք որ սպիրկի մեջ այդպես հիմնական համայնքային կառուցումը ստեղծված է բանեն սկիզբեն կրոնական բաներով հիմքով որքանով անոնք թեր կգադարեն եւ որքանով անոնք կրնան նորացնել թարմացնել Ադոր մեկ պատասխան չունիմ ժիրա որովհետեւ այդ նույն կրոնական գավիչներում մեջ երբեմն նույնիսկ նույն եղեցի մեջ թե կանատ բահբանողական թեպի միջև ետ նայող հոսանքները եւ թե ալկանատ երդասարտները ես եկեղեցին այդպես մչեմ դեսներ որ եկեղեցին եւ ասեմ եկեղեցիները թե արաքելական թե կաթողիկե եւ թե ավետարանական եկեղեցիները ամենից մչեմ դեսներ որ միան բահբանողության կետրոններ են օրինակ Կալիֆոռնիա արևմտյան թեմի եկեղեցին էջմիածնական եկեղեցին շատ հստակ ծրագիր մշակե կամ գազեմ մշակած է թե ինչպես պիտի վերանորոգվի ինչպես երդասարտներ պիտի կան մանավանդ նոր սպիրկը որ կուկա Հայաստանեն կամ Ռուսաստանեն ասենք հյուսիսային Ամերիկա միակ բանը որուն չոսկոմը կհամախմբվի եկեղեցին է եւ եկեղեցին հետ գիտակցություն ունի թե ինչպես պիտի գնա ներգրավել եւ իրենց հետաքական բաներ դալ երդասարտներուն այդ եկեղեցին ավելի պիտի հաջողի ավելի պիտի գնա քաոտին սիվդելա այն հաստատությունները լա եկեղեցի կամ ոչ ես չէ մեր բադերը ասեն ասպես պետք է լակ կամ երդասարտներուն մինչև վերջ խրադան թե ինչպես հայ բիդլան անոք պիտի չի հաջողին կամ նվազ պիտի հաջողին երդասարտները ինչպես կներգրավես իրենց հարցնելու որ ինչ կուզե գնել մենք խոսենք ցեզի օգնելու որ դուք ինչ կուզե գնել դուք ինչպես կդեսնեք ցեր ինքնությունը ոչ թե մենք ցեզի տասախոսենք ցեր ինքնությունը ինչ պետք է լա այս նաև ուրիշ բան ասեմ որ
քիչ առաջ որովհետև ակադեմիկ կորձիս հետ գաբեցիր ուրիշ բան ասեմ որ ես իմ մագիստրոսի թեզս գրած եմ Հավավային Ամերիկայի կաթողիկ եկեղեցին Liberation Theology սվածպանի մասին, այսինքն Liberation Theology-ին հայերենը չեմ գիտի, ազատագրական ազատագրության աստվածաբանություն։ Թե ինչպես կաթողիկ եկեղեցին որ չափազանց պահպանողական եւ եղավ չափազանց հավաճտեմական եւ նույնիսկ հեղափոխական որոշ երկրներու մեջ եւ մենք այդ հասկացողությունը չունենք մեզ համար եկեղեցի միան պահպանողական բան ունի, բայց ես անպայման այդպես չեմ դեստրել, գացեմ թե եկեղեցի մեջ կան ուժեր, որ գրնան այս պահպանողական քիծեն դուրս ելնել, ներգրավել երդասարտություն եւ աբական ընդգրկել աբական դեսլագամը մշակել եւ ինչպես էսի կան կոնեգես գիտեմ որ մի քանի եկեղեցի ադի գնե So մեր սպիկյամ մադահավավերն են ասոք շիրավ այսինքն եւ ընկերոջս հետ Արասանջանին հետ գխոսի մարանգս է մեր պատմության ընթացքի միշտ աստիղած է պահպանողական հավաճատեմ եւ ինքը իր կոչի մեջ ցույց կուտա եւ եզրակացություն անի որ վերջը միշտ հավաճատեմականները կհաղթեն հիմա ամենը բարձ օրինակը կորցածենք 19-րդ դարու քվապարի եւ աշխարհապարի վեճին էր մեր լեզուն ինչ պետք է լա աշխարհապարի դե քվապար վեճը աշխարհապարը հաղթեց այսինքն որպես ամենօրյա լեզու քրագանությունը ստեղծվեցավ արևելյան եւ արևմտյան յուղերով ուրեմն միշտ եղածի պիտի շարունակվի լալ ղեկավարները պետք է եւ մտավորականները գիտակցություն ունենան թե ասի ինչպես կնան ուղղություններով դանել որ ինեպաստը լա մեր ինքնության զարգացումին բահբանումին զարգացումին եւ հավաճտիմության սպիրկի մեջ Հայաստանը բեդություն ունի կա ամեն ինչ ասենք գնտանա ինչպես որ ստեղծան քաղաքական ուժերը հարմար գտեսնեն իսկ հիմնական հարցը բնականաբար նորոգումի նշանակե նոր մտավորականություն նոր քաղաքական պատրաստված ուժեր եւ ասած բնականաբար ակադեմիական գետրոնները կարևոր թերակատարություն որքանով այսօր մեր հայագիտական ամբիոնները հայագիտության գետրոնները գոկնեն նոր մտածողության երդասարտություն ղեկավարություն պատրաստելու շատ մեծ նույն բացի վերջավորության Արդյոք հայագիտական գետրոններուն թերնի սպիրկյան այդպես չսեմ ակադեմիական դապեց է որ վերամշակեմ ակադեմիական գետրոններուն նպատակը հայագիտական կան ոչ հետազոտություն անել եւ ուրիշ ակադեմիկներ պատրաստելն է համայնքին գետրոններ չեն դրամապանությունը դարբեր է ինչ իրենց raison d'être իրենց նպատակը դարբեր է անշուշտ գնան կորձակցիլ մեկ մասը շատ մոտ ծևը կորձակցի մեկ մասը ոչ գնան կորձակցիլ համայնքային եւ երդասարտներու հետ քախնիկը հոնե այդ կորձակցությունը չես կնա բարդացվել համասարանի վրա համասարանին ամբիոնի բադասխանադու են գուկա եւ մեր համասարաններու ամբիոնները ամբեսեն որ մեկ մասը այդ գիտակցությունը ունի եւ գաբերը կհաստատի մյուս մասը ոչ կսե ես իմ բանի աշտարագիս մեջ պիտի մնամ գիտական աշտարագիս մեջ եւ ուրիշներու հետ կապ չեմ ուզել ունենալ չես կնա բարդացվել եւ որ մեկ ծևով control կամ բան չունիս ակադեմիական գետրոններուն վրա ուստի այս իրականության վրա ինչ կնես սպիրկյան քու գետրոնները ժամանակի մեր ագումները եղած են մտավորական գետրոններ հիմա չեն որքան որ գիտեմ ինչ կնասնել որ այդանք թե համայնքին կառույցի մեջ եւ թե համայնքին կառույցի դուրս այդանք գետրոններ կնաս ստեղծել
մենք օրինակի համար Գյուլբենկյանը մենք հիմա ստեղծեցինք diasporan perspective սպիրկյան հեվանագարներ անունով արցանց վիրտուալ գետրոմը, որը նպատակը հետազոտություն ունել, բայց այդ հետազոտությունը մատչելի դարձնել ոչ ակադեմիկ շրջանակներու մեջ, թե Հայաստան, թե Սպիրկ։ Ուրիշ կազմակերպություններ ալ գնան նույնանման բաներ ունել, որ նպատակը այդ վայրը լալն է, որ այս նյութերու մասին խոսենք, մտածենք, հրադարագենք, վիճապանենք, բավարար չունենք, պետք է ավելի ունենանք եւ հիմա արդի ժամանակագից միջոցները մեզի ամեն հնարավորություն կտան, որ այս տեսակի քոնի այդ արցանց վայրերը ստեղծենք, այս խոսակցությունները դերի ունենան, վերջամի մատ ինչ որ ստացա պատկե իր աշխատանքի մեջ կնա դա։ Բայց այո, Գյուլբենկյանը հոնալ թերմ ունի խաղադիկ, այդ կովկովի հավաքելու եւ այս նյութերու մասին խոսելու։ Ասկի ավա չվազենք նորեն պետք է անենք այդ վայրը թե կաչալևելու որոշներ ունեն եւ թե մենք ալ ծեվով մնելու, որովհետեւ մենք ինչպես էսի համայնքային գազագերբությունը չենք, քաղաքական չենք, բոլորովին անկախ ենք եւ գազեմ թե գրնանք այդ թերը քիչ ավելի մենք ալ խաղալ։ Այսին հիմնական հարցը այս խոսակցությունները գծակի այն է, որ նոր ղեկավարությունը ինչպես պիտի պատրաստվի։ Դպուց մչի գա, որ գսես ես գուզեմ ղեկավար պատրաստել եւ հոն պետք է Բեդություններու մեջ կա բնականաբար։ École nationale d'administration ֆրանսիական այո, բայց ամենը ղեկավար չեն լար, բյուրոկրատներ գլան մեկ մասը։ Սանդերեն է որ ղեկավարության նյութը այո։ Հիմա էլիտ պատրաստել կա եւ ղեկավար պատրաստել կա, մտավորական էլիտ կամ ինչ որ լա քաղաքական էլիտ։ Այս հարցը ինչու գտամանա, որովհետեւ գարնեմ եկեղեցականները։ Ժամանակին բոլորը սպիրկի մեջ ծնած եկեղեցականներ էին, այսօր բոլորը Հայաստան են գոկա։ Այո։ Եվ սելը որ վերջապես եւ ղեկավար տեր ունի իրենք համայնքներում մեջ։ Այո։ Հավասիկ հագասությունը։ Քիչ առաջվա օրինակը որ դվի հագասությունը չէ, այսինքն սոցիոլոգիկ իրականությունն է, որ այլևս այդ խավը, ասենք եկեղեցին բարակային բաներուն վայտաբետներուն կահանաներուն այդ խավը մեծ մասը Հայաստանեն բիլի կան, որովհետև սպիրկը շատ քիչ կա դա։ Այո, բայց հոգեբանության եւ բարասության բոլոր հսկայական բանը կա։ Բայց ադի ուրիշ նյութ մնի, Հայաստան սպիրկ դարբեր մշակույթներ լալու նյութ ունի ադիգա։ Ղեկավարության նյութ է նորեն։ Հա, բայց ղեկավարություն պատրաստելու նյութը, այսինքն ղեկավարը մեր հայմանքի մեջ ղեկավարներ ունի, որ ուրիշ իրենց ոչ հայկական ծիվենես ղեկավար են եւ հայկական կոնտեքստի մեջ ալ ղեկավար թիրքեր կստանցնեն։ Չեմ խորհ որ ղեկավարության բագաս ունենք անիմաստով, որ ղեկավարներու բագասը կա, ղեկավարության բագաս ունենք անիմաստով, որ հայկական իրականության մեջ դեսլական մշակող, դեսլական իրականացող ղեկավարներ շատ քիչ ունենք հիմա, շատ քիչ ունենք։ Ինչու, որովհետև քիչ մը կինով ցանկ Հայաստանով, քիչ մը շատ կինով ցանկ Հայաստանով 30 դավա ընթացքին եւ հիմա այդ կինովության են գստապի կոր։ Վերջը մենք հայկականության մեջ ուրիշ ասենք դարենակ բան ունենք, իրականություն մգա, որ թուն գնաս քու ձիվետնե շատ լավ ղեկավար լալ, բայց երբ որ գուկաս հայկական բարնագի մեջ Adamene գորնաս եւ գսկսի ասենք ոչ այդքանալ պրոֆեսիոնալ հարաբերություններ կամ ինչ է նկատի իրականությունն է։ Վերջ ուրիշ հարց ունի, որ եթե բիզնեսի աշխարհեն նստուն շատ հաջող ես եւ շատ լավ ղեկավար ես, ասել չէ որ համայնքի մեջ շատ հաջող եւ շատ արդյունավետ ղեկավար պիտի լաս։ Դարբեր բաներ են համայնքի ղեկավարությունը եւ բիզնեսի ղեկավարությունը դարբեր բաներ են։ Ես շատ անգամ գսեմ օրինակի համար երբ դու բիզնեսի աշխարհի մեջն ես, արևդուրի աշխարհի մեջն ես,
թիմացիներ եթե 1 կիլոմետր արժև ես շատ լավ է ադիգա որովհետև ասել է որ դու հասուտապեր շահ ունենալու շատ ավելի բաներ ունիս գավելիություններ ունիս որովհետև competition-ն ուսեմ միշներեն շատ ավելի առաջ ես համայնքի մեջ քու համայնքը 1 կիլոմետր առաջ եթե լաս մեկը քեզի հետ չի գնար բանանել հարաբերել անիմաստով չի հասկնար քեզ դու քու համայնքը 100 մետր առաջ պիտի երթաս որ գնաց համայնքը երևել քաշել մեր բիզնեսի ղեկավարները դժբախտաբար շատ անգամ ասի չեն գնար հասկանալ այդ բիզնեսի հոգեբանությունը կամ մոդելությունը գբերեն համայնքի մեջ համայնքը կամ չի հետևի կամ գտնվի կամ բայց համայնքն միշտ կսիրի հաջող մարդիկ տեսնել իր գազագերբություններուն գլխուն ուրեմն հոնալ ասի մեր իրականության մեկ մասն է ասի Արդյոք այս ասածի մեջ հիմնական խնդիրը գա մասնակցման որ համայնքի ղեկավարները պետք չէ որ ժամանակավոր ասի ղեկավարները լան այն մասով իրենց ժամանակը իրենք արդեն իրենց գործունեություն ունին եւ իրենց ժամանակին 2 ժամը շաբթվա մեջ կամ 3 ժամը կհատկացնեն համայնքի գործերով զբաղվելու Արդյոք պետք է այնպեսի անորոշ հաստատությունները կարևոր է որ հոգապարծում արմինը գլա որ կնշանակի գործադիր տնօրենը որ վարձատրված է որ ամսականով մարդ է որ միայն իր գործը գլա համայնքի բայց կան ադոնք այսինքն ամենամեծ օրինակը գերեցին անշուշտ որ վատաբետները իրենք գվճարվին եւ այլն բայց չէ որ աշխարհիկ բան իրականության մեջ կան այո մեծ համայնքներում մեջ կան բայց դա գետրոնադերին օրինակ համար Ֆրանսիայի մեջ կամ ինչքան Բելգիկայի մեջ այդպիսի ղեկավարություն չի գա որ վարձատրված լա կամ CCAF-ը որ առնենք օրինակ համար Ֆրանսիայի գարույցը որ համախմբի ասենք կանոնները վարձատրված ղեկավարություն չի գա այդտեղ հա օքեյ հասկանամ ժիվայտ այսինքն նյութի մասին գխոս ինչպես ասեմ Քաղապարները գնան շատ քերեցիկ գլալ, բայց քերեցիկ քաղապարները անպայման լուծում չեն գտնարել, լուծում չեն, որովհետև մենք իրականության մեջ կաշխատենք։ Մեր սպիրկը քանի 120 տարի հետ ցեղասպանության սպիրկը 110 տարի ասպես ղեկավարված է ոչ անպայման ասենք միջին արևելքի մեջ որ ղեկավարությունը կվճարվեր դպրոցի տնօրենը կվճարվեր վրացյան եւ գամովերն է բայց վերջ անցածենք ավելի վոլոնտիր աշխատելու ծևին որ վոլոնտիր աշխատելը ավավելություններ ունի բայց մեր ամբողջ սպիրկը դու վրա գտանա վոլոնտիր աշխատանքին վրա գտնա ինձինքը գֆինանսավորե եւ իր ժամանակը գդրամատը հիմա ադո մեջ professional բամը մտցնելը շատ կարևոր է համաձայն եմ հայգետրոններու դնորեններ կան որ գվճարվին բայց իրենց վրա միշտ ասենք ավելի բարձր մարմին կա որ վոլոնտիր հոգապացու մարմին մնեն այս գավույցը փոխելը քիչ մը ասենք գնանք Երևան խոսի լնել բայց անգարելի է ըստ ինձ անգարելի է ինչպես գնանք այս գիտակցությունը կամ պրոֆեսիոնալիզմը մտցնել ասոր մեջ հարցը ադիգա պետք է լա այսինքն բայց որ մեկ ղեկավարը որ համայնքի մեջ թեր գխաղա եւ ուժը բիդի սե չէ ես ուժ մեկում բիդամաս ուժը բիդի չի դա դու այդ մարդուն հետ բիդի աշխատես այդ մարդուն հետ բիդի լեզու գտնաս եւ վերջը որ մեկը հավիդյան բիդի չաբրի հավիդյան բիդի չի մնա բիդ հուսաս որ հաջորդ սերունդը ոչ թե հուսաս պատրաստես հաջորդ սերունդը որ իրենք ակտիվ գերուն վրա հասնի քիչ ավելի գիտակցություն ունենան որ դարբեր ծևով աշխատանքը դանին եւ գամած հոնի դակ լեզվի բարակային ասեմ ինչպես գիտես եւ խոսեցանք մեր գորիզն է ավեր մդահայերենը մեկ 10-12 դարվա մեջ որ շարժումը ստեղծած ենք եւ հիմա քեզի համայնքի ղեկավարն է որ ասկե 10 դարաճ ասածեն լեզուն ինչ պիտնես եւ կան քեզի գսեն լեզուն կարեւոր է ինչ կնան գնել լեզվի կապակցությամբ եւ այլն գտեսնես որ որոշ ընթացքը առաջացած է որոշ քաղապարներ փոխված են
եւ եղած են ասենք կացած են անուղությամբ որ ասվակեն ծերնդու է արեմդայերն ավելի ամրապնդել ոչ նեղաբիտ մնան որ չէ բիցեն ոչ պիտիսեն սա դեսին չէ այսինքն as իվագանության մեջ պիտի աշխատենք ուզենք կամ չուզենք եւ as իվագանությունն է որ մեր ինքնությունը երկարաժամկետ սպիրկի մեջ պիտի կրնաբահել կամ եթե շատ ցախողի պիտի չկրնաբահել so ասե կանուր մեր մոդեցումը Այսինքն երեկվա նաև այդ քորտաժողովի ծիրեններ իդակտական բան միավ գետրոնացումի եւ բազմագետրոն ղեկավարության հարցի վերաբերյալ որովհետեւ ասիկա նաև վերաբերի վերջապես բազմագետրոն այո գարուցում գետրոնացումի եփեք չեմ հավատալ բայց բազմագետրոն ետելա պետք է վերջապես իրավական հիմք ունենա եւ կարեւոր սկզբունքներ մշակվին եւ այգացեվում դառնա յուրացվի համայնքներու իրավական հիմք չեմ խորհրդանա ունենալ բազմագետրոնություն ինչը սել է դարբեր վայրեր իրենց աշխատանքները կդանին ամենը լավ բարակային ինչպես որ Հայաստան գսեն կոորդինացված ձևով այսինքն իրար հետ կորձակցելով դեղյա գլալով իրար աշխատանքներն ադեվոր գհուսանք ադեվոր գածեմ գիտաժողովը նաև գործել գոր անել գետրոնացումի ես երբ որ գետրոնացումի խոսք գլադ միշտ ադորթեմ գխոսին որ գետրոնացում չի գնալ մենք գետրոնացված as չենք եղած ոչ ապիտի ելանք մենք բազմավայր բազմագետրոն որոշ մասեր է ինքնակլուխ եւ մեր ընդհանուր հաջողությունը ադոր մեջն է ասկային մեր հաջողությունը ադոր մեջն է այսինքն մեկտեղ սպիրկը գմենի ուրիշ տեղ գծակի շադեր գսեմատիկ սպիրկ աբակաչունի նայեցեք Լեհաստան ինչ եղավ կամ չեմ գիտեու ինչ եղավ ես ագեսեմ օքեյ միշտ կողմը նայենք ասկե 100 տարի առաջ կամ 50 տարի առաջ Լոս Անջելեսի մեջ քանի հայ գար ինչ գետրոներ եւ հիմա նայեցեք մեր ամենամեծ քաղուտն է սպիրկ Ռուսաստանի դուրս ամենամեծ գազագերբված քաղուտն է ապա գետրոնացված ծևով գազագերբված է բայց գազագերբված է մեր քախնիկն է ադիգա եւ այդ գետրոնացումը գխորի մեր անգումի բանը գլա բանալին գլա եթե մենք գետրոնացված ծևով եւ ադո մեջ նաեւ Հայաստանը սպիրկ հարաբերություններու հարցը գա միշտ դեպի Հայաստան գետրոնացնելու գաղափարը գա սպիրկ ադգենտվզի մեծ մասը կոնեկտվզին գուզեն իրենց ինքնությունները բահել իրենց յուրահատկությունները բահել Քիչ առաջ գխոսեր ակադեմիկ աշխատանքի մեջ մասին as քիվիկս որ հայերենով լույս պիտեսնե ուսամ մի քանի ամիսեն as բազմավայր եզը գործած է մենք բազմավայր ժողովուրդ ենք բազմավայր ժողովուրդի եղած ենք նվազագույնը 1000 տարի so բեդականազուրկ բայց ադիգա նաև մեր հաջողության բանալին եղած է որ մեր ինքնությունը շարունակված է ասկան Դարի հետ հիմա վայգամը մտածես ջիվար ցեղասպանությունն 100 տարի հետ մենք հոս նստած արեմդահայերնով գխոսիկ ասին հրաշքի պես բան մնի բայց հրաշ չէ անշուշտ մեր յեդևը այդ հայերեն խոսելու հայը լալու յեդևը սպիրկյան գարույցներ կան սպիրկյան ընթաց մգա մենք ադոր հետևանքով հոս նստած հայերեն գխոսիկ եւ վստահ եմ որ 100 տարի մեջ ուրիշներ ալ բիդելան որ մեր դեր բիտնստին եւ պիտի խոսին հայերեն եւ պիտի խոսին ասկային նյութերու մասին ադիգա ինչ պետք է նենք ու ադիգա ավելի ամրապնդվի իմ հարցը սա է Շնորհակալություն ընդունելու այս հրավերը հերատիտակ նոր հրատիտակ հաղորդաշարից իրենես հաջելի է շնորհակալություն Ցտեսություն Մինչև հաջորդ հանդիպում Մինչև հաջորդ հանդիպում